Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառին Թեֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հանրահավաք ազատության հրապարակում ուժեղ Հայաստանը հայտարարություն ունի։ Քանի գործող կուսակցություն կա Հայաստանում եւ ինչով են վնասում շատ կուսակցությունները ընտրությանը։ Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորավարժ խորագրով խորհրդաժողովը, ինչ հարցեր են օրակարգում։ Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է, ինչ է հայտնել փաստաբանը։ Վթար ոստիկանական մեքենայի մասնակցությամբ կա մեկ զոհ։ Դատարկվող սահման ու հայկական գյուղեր առանց ներկայի ու ապագայի հույսի, Շիրակի գյուղերը դառնում են անմարդաբնակ։ 1000-ից 4500 տարվա ազատազրկում իսրայելցի պաշտոնյաների համար, Թուրքիայի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել։ Ազատության հրապարակում հանրահավաք է։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարել է, որ պետք է քաղաքացիները բարձրացնեն իրենց ձայնը ի նշան փոփոխության պահանջի։ Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով։ Մեր նկարանող խումբն է աշխատում Ազատության հրապարակում, միանանք եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Սեդա, բարի երեկո, դու եթերում ես, խնդրում եմ ներկայացրու, թե ինչ է կատարվում Ազատության հրապարակում։ Ունենալ ուժեղ Հայաստան։ Ուզում եմ ուժեղ Հայաստան։ Ուզում եմ ունենալ ուժեղ Հայաստան։ Ուզում եմ ուժեղ Հայաստան։ Կարմի ողջույն, այս պահին գտնվում ենք Ազատության հրապարակում, որտեղ մեկնարկել է Սամվել Կարապետյանի, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի հանրահավաքը։ Նշեմ, որ մինչ այս պահը ելույթ է ունեցել դաշինքի թեկնածուներից ներողություն համարներից մեկը Ալեքսանդր Ալեքսանյանը, այս պահին շարունակում է հանրահավաքը, մենք հասցրել ենք զրուցել նաև բնակիչների քաղաքացիների հետ, ովքեր եկել են Ազատության հրապարակ աջակցելու Սամվել Կարապետյանին, խոսել ենք նաև ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի հետ ներկայացուցիչների, դաշինքի անդամների հետ, ինչպես տեսնում եք, հավաքը բազմամարդ է, այն մեկնարկել է Հայր Հովանեսի աղոթքով ու այս պահին շարունակում է հանրահավաքը։ Հիշեցնեմ, որ այսօր Սամվել Կարապետյանը երկար ընդմիջումից հետո կարողանալու է կոչով հանդես գալ եւ իր ուղերձը ուղղել Հայաստանի ժողովրդին, տեսաուղերձով նա այս պահին գտնվում է տնային կալանքում, վերջինս կալանքի մեջ է շուրջ 7 ամիս, որից 6 ամիսը բանտային կալանք է եղել, միայն վերջին 6 ներողություն 1 ամսվա ընթացքում է կալանքը փոխարինվել տնային կալանքի։ Կարնի հիշեցնեմ մեր դիտողներին նաև, որ նա մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչումի համար։ Վերջինս ծրված արտադրիչներից մեկի ընթացքում հիշել է, որ մեր ձևով կպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, որից հետո նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս պահին այսքանը, շարունակեք հետևել մեր դիտողների խորհուրդ եմ տալիս շարունակել հետևել ավելի թարմ տեղեկությունների համար։ Շնորհակալ եմ Սեդա, հիշեցնեմ, մեր նկարանող խումբը աշխատում է հենց Ազատության հրապարակից։ Հանրահավաքից հետո լույսերով քայլեր թե լինելու Երևանի կենտրոնում հավաքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Քաղաքացիական պայմանագիրը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը, ՔՊ-ականները մեկնում են Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ եւ Ապարը։ Ընտրական գործընթացներին զուգահեռ կա նաեւ վտանգավոր նախադեպ։ Հայաստանում գործող կուսակցությունների թիվը հասել է 129-ի, սակայն այս թիվը միշտ չէ, որ արտացոլում է իրական քաղաքական ակտիվությունը։ Փորձագիտական դաշտն ասում է, ընտրական տարիներին կուսակցություններն ակտիվանում են առանց հստակ գաղափարական հիմքի։ Չնայած թվի մեծությանը, ընտրական գործընթացներին մասնակցող ուժերի շրջանակը շատ ավելի նեղ է։ Տվյալները ցույց են տալիս, որ կուսակցությունների զգալի մասը ոչ միայն քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում, այլև ֆինանսական գործունեություն չի իրականացնում։ Այս ֆոնին առաջանում է հիմնական հարցը. մեծ թվով կուսակցությունները նպաստում են արդյոք ժողովրդավարությանը, թե պարզապես փոշիացնում են ընտրողի ձայնը, ազդելով ընտրության վերջնական արդյունքի վրա։ Թեման ուսումնասիրել է Անիա Բաղյանը։
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կա 129 գործող կուսակցություն։ Գործող բառին վերապահումով է մոտենում զրուցակիցս Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Ինչ որ պահի եւ այդ պահը համընկնում է հենց ընտրական տարվա հետ, այսպես ասած ծլում են կուսակցություններ։ Ինչի մասին է վկայում փաստը։ Այն որ շատ կուսակցություններ են գրանցված, դա վկայում է այն մասին, որ ամբիցիոզ գործիչներ շատ կան մեր հասարակության մեջ եւ ըստ էության նաեւ գաղափարական հենքը քաղաքական դաշտում առնվազն այդքան ուժեղ չէ։ Տարբեր շահերից բխող կուսակցություններ են, որ այսօր տեղական շահերը լուծելու համար ստեղծվում են եւ հետո հեշտը հրաժարվում են դրանց, այսինքն իրենք այդքան գաղափարական չեն։ 129 կուսակցությունից 13-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովում օգտահաշիվներ ունենալու դիմում են ներկայացրել։ Դրանց շարքում կար գոնե մեր խմբագրությանն անծանոթ մեկ կուսակցություն Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կանունով։ Հիմնադիր ղեկավարի հետ զրուցելիս հարցրինք, այդքան հայտնի կուսակցություն չէ, երբ է բացվել։ Ասաց 2025-ին համագումարը եղել է, բայց իշխանությունը խնդիրներ էր ստեղծել նրանց գրանցման համար եւ ստիպված 2026-ի փետրվարի 3-ին են գրանցվել։ Ինչի համար են այդքան շատ։ Ես կասեի, որ իհարկե կան արբանյակ կուսակցություններ, կան կուսակցություններ, որոնք փորձելու են դեմքերը փոխել, բայց վերարտադրել նույն համակարգը, եւ կան կուսակցություններ, որոնք իրոք ստեղծվում են կամ ստեղծվելու են, որպեսզի իրական հարց փոխեն կամ համակարգ փոխեն Հայաստանում, ինչպեսին ասենք ես ոչ թե ինքնագովազդով եմ զբաղվում, հանդիսանում է մեր կուսակցությունը։ Այս կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրությանը։ Վստահ են 30+ կհավաքեն, ոչ թե ձայն, այլ 30+%։ Ազգային ժողովում եղած ընդդիմության հետ չենք համագործակցում, Սամվել Կարապետյան, մենք չենք դիտում ինչ-որ նոր ուժ, մենք դիտում ենք համակարգի վերարտադրման։ Որ համակարգի։ Այսօրվա համակարգի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեծ հետ զրույցում ասացին, ընտրական գործընթացներին գործող 129 կուսակցությունների մեծ մասը չի մասնակցում ընտրությանը նախորդ փորձից ելնելով, բայց թե քանի կուսակցություն այս անգամ կփորձի ուժերը դեռ հայտնի չէ։ Հայաստանի քաղաքական դաշտում չնայած գործող կուսակցությունների մեծ թվի, ակտիվությունը փոքր է։ 2025 թվականի դեկտեմբերին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանի կուսակցական համակարգի ուսումնասիրության արդյունքներն է հրապարակել։ Ըստ հետազոտության 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 123 կուսակցություն։ 1 տարի, 3 ամիս, 10 օրվա ընթացքում 6 կուսակցություն է ավելացել։ Ըստ Transparency-ի տվյալների, տարեկան ֆինանսական հաշվետվություն ներկայացրել է հաշվետու 123 կուսակցությունից 118-ը, որոնցից ավելի քան 70%-ը 83 կուսակցություն ֆինանսական գործունեություն չի ծավալել։ Ընտրության արդյունքների վրա ինչպես կանդրադառնա այսքան կուսակցության ներգրավվածությունը։ Մանր կուսակցությունները դրանք ովքեր որ կուսակցություններ, իհարկե պատահանաբար այդ ամեն մեկը 5% զենք լցիացնի, դա զգալի ազդեցություն է ունենալու ընդհանրապես ընտրության ելքի եւ նույնիսկ ընթացքի վրա։ Կուսակցությունների քանակը արդյոք խոսում է նաև հասարակության բևեռացվածության մասին։ Քաղաքագետը կարծում է, փոքր ու ոչ մեծ ճանաչելիություն ունեցող կուսակցությունները չեն մասնատում հասարակությանը։ Այդ այսպես կոչված գործիքը խոշոր եւ ավելի հայտնի կուսակցությունների ձեռքին է։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փարիզի պատմական մուտուալիտե հյուրանոցում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ խորագրով խորհրդաժողովը։ Խորհրդաժողովը մեկ հարկիտակ է հավաքել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի 25 երկրի ավելի քան 150 ներկայացուցչի։ Խորհրդաժողովին մասնակցում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Մեծինտան Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Արցախի պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Հայաստանի նախկին վարչապետներ, դիվանագետներ, ընդդիմադիր ու ազգային գործիչներ, համահայկական
բարեգործական, կրթամշակութային ու քաղաքական կառույցների ղեկավարներ, հայաստանյան ու սփյուռքահայ մամուլի տասնյակ ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին մասնակցում է նաև Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Երկօրյա խորհրդաժողովը քննարկվելու է Հայաստան-Սփյուռք խարխլված հարաբերությունների վերականգնման մեխանիզմները, հայկական Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման հարցում, Սփյուռքի քաղաքական օրակարգը, հայ եկեղեցու դերը հայկական ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարը, հիմնահարցերն ու Սփյուռքի զորաշարժը հանուն համազգային նպատակների իրականացման։ Իսկ Բաքվում ընթանում է խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում կազմակերպված կլոր սեղանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։ Հաջիևը շեշտել է, որ երկու երկրների միջև խաղաղության օրակարգի վերաբերյալ բանակցությունները երկկողմ են եւ նույնքան կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունների միջև նմանատիպ փոխանակումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես լինեն երկկողմ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ Ադրբեջանից Հայաստան դիզվառելիքի նոր խմբականակ են ուղարկել 15 վագոն, ընդհանուր առմամբ 887 տոննա։ Դավիթ Մինասյանի գործի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով իրավապահները նպատակ ունեն կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը բավարարել է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Փաստաբան Արա Զորաբյանի խոսքով դատարանի որոշման հիման վրա վեհապարի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ Հիշեցնեմ, քննչական կոմիտեն Գարեգին II-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել բացակայելու արգելքը, ինչի պատճառով նա չկարողացավ մեկնել Վրաստան, մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը։ Վթար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին, բախվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ավտոբուսը եւ Nissan մեքենա։ Ըստ ներքին գործերի նախարարության նախնական տվյալի պատահարի պատճառով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել է 12 անձ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատերյանն էլ մեզ հայտնել է, որ վթարի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Շիրակի սահմանամերձ գյուղերում կյանքը կամաց-կամաց մարում է։ Երբեմնի մարդաշատ ու աշխույժ այս բնակավայրերում այսօր լռությունն է գերիշխում։ Երիտասարդները հեռանում են, ծնունդները պակասում, իսկ հարսանիքները դառնում են հազվադեպ երևույթ։ Գյուղացիներն ասում են, այստեղ ապագա այլևս չեն տեսնում։ Աշխատանքի բացակայությունը, սոցիալական պայմանների ծանրությունը եւ տարական ենթակառուցվածքների պակասը մարդկանց կանգնեցնում են ընտրության առաջ՝ մնալու պայքարել, թե հեռանալ հանուն ավելի կայուն կյանքի։ Մակարյանն է եղել այդ գյուղերում ու խոսել բնակիչների հետ։ Չկա աշխատանք, ասֆալտ, խանութ, նույնիսկ հիվանդանոց։ Մեկ բառով Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում ապագա չկա։ Բնակիչներն են պատմում, երիտասարդները հեռանում են գյուղերից, նրանք իրենց ապագան չեն կապում ծննդավայրի հետ։ Այս բնակավայրում հարսանիքներ քիչ են լինում, երեխաներ քիչ են ծնվում։ Այստեղ կյանքը ավարտված ֆիլմ է հիշեցնում։ Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում դատարկվող գյուղերի պատկերն օրեցօր ավելի տեսանելի է դառնում։ Տասնամյակներ առաջ աշխույժ ու բնակեցված այս բնակավայրերը այսօր կանգնած են դատարկվելու շեմին։ Գյուղացիների խոսքով հիմնական պատճառը տնտեսական հնարավորությունների բացակայությունն է։ Գյուղատնտեսությունը, որը տարիներ շարունակ եղել է այս համայնքների ապրուստի հիմնական աղբյուրը, այլևս բավարար եկամուտ չի ապահովում։ Անասնապահությունն ու հողագործությունը հաճախ կախված են եղանակային պայմաններից ու շուկաների անկայունությունից։ Գյուղում ամեն ինչի պակաս է կա, աշխատատեղի պակաս է կա, հետո կոմունալ պայմաններից գազն է բացակայում, որը խիստ անհրաժեշտ է ժողովրդին, ճանապարհների վիճակը տեսակ ինչ վիճակում է, ցեխի չորի մեջ ամբողջ ժողովուրդը չգիտե ինչ անի, առանձնապես այդ են խնդիրները։ Գազը, ճանապարհները, աշխատանքի քաղաքներ, աշխատանքի եւ կրթության հնարավորությունների համար։ Այս գյուղի ապրուստի միջոցը անասնապահությունն է։
Դե բնական է երիտասարդությունն էլ առաջներում երիտասարդությունը ուրիշ ձև են մտածել, հիմա ուրիշ ձևի։ Բնական է հիմա ձգտում են քաղաքներ։ Խորհրդային միության ժամանակ եղա ռայոնը երկաթ գործարան ուներ ռայոնը, բայց հիմա ռայոնն է աշխատանքը շատ քիչ է, դրա համար երիտասարդությունը ձգտում է քաղաքներում։ Հիմնականում Երևանն էլ, Լեննագանն էլ այդքան չէ, ինչքան Երևանը են ձգտում։ Շիրակցի այս կինն իր 4-ամյա թոռան հետ միայն տեսակապի միջոցով է խոսել։ Երբեք չի գրկել, չի գնացել հետը զբոսնելու։ Երեխաներն արտերկրում են օրվա հացի գումարն աշխատում։ Ասում է, իր երեխաների նման շատերն են հեռացել գյուղից։ Հա, ես երկու հատ տղա ունեմ, երկուսս է Ռուսաստան 15 տարի էստեղ չեն։ Այն ժամանակ կերտային գուկան հույսով ընդրվանք 18 թվի հեղափոխությունին, ես էլ եմ մասնակցել ավելի լավ երգիր ունենանք, բայց արդյոք ավելի լավ է, թե ավելի վադի են կերտում։ Բնակիչները նշում են նաև, որ պետական աջակցության ծրագրերը հաճախ չեն հասնում այս գյուղերին կամ չեն տալիս շոշափելի արդյունք։ Ասում են, խոստումներ շատ են լսել, բայց իրենց առօրյայում փոփոխություն չեն զգում։ Աշխատատեղի ստեղծման ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի բացակայությունը մարդկանց ավելի է հիասթափեցնում եւ խորացնում անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Աշխատատեղ չկա, ժողովուրդը մնացել են առանց աշխատատեղ, ով ելնում է Ռուսաստանի էստեն բան գործ չունին, մարդիկ մնացել են, էլ էդիկ է, խնդրում էր աշխատատեղեն է, ժողովուրդը աշխատեր, այդքան բան է քուր։ Սովխոզ կար, բեն ժամանակ աշխատում էին, անասունները կար, լրիվ գյուղացիներին աշխատատեղ կար, բան գյուղապետարան կար, աշխատում էին նմի, սա խոշորացրեցին գյուղապետարները մնացել է մի օքի մեջ քուրների, պրոբլեմ չկա, լավ աշխատում է, բայց միացրեցին էլ աշխատատեղ չկա պես գյուղի մեջ է։ Եթե այս տեմպը պահպանվի, Շիրակի սահմանամերձ համայնքներում բնակչության նվազումը կշարունակվի։ Իսկ դա արդեն ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ նաև պետության համար երկարաժամկետ մարտահրավեր։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստան ժամանելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել։ Իրանական պատվիրակության ղեկավարը լրագրողներին ասել է, որ դրական տրամադրված են Իսլամաբադ եկել, չնայած նրան, որ չեն վստահում Միացյալ Նահանգներին։ Պատվիրակության կազմում են անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ իրավական հարցերի կոմիտեների ներկայացուցիչներ։ Բանակցությանը մասնակցելու են նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի, Իսլամական Հանրապետության Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանը, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլ Նասեր Հեմաթին, խորհրդարանի անդամներ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը Պակիստանն իր այցը անվանել է Մինաբ 168 ի հիշատակ զոհված դպրոցականների։ Նրանք ովքեր ինձ ուղեկցում են այս ուղևորության ժամանակ, այս լուսանկարին կից գրել է Ղալիբաֆը։ Պակիստանը ժամաներ նաև ամերիկյան պատվիրակությունը Ջեյդի Վենսի գլխավորությամբ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցության արդյունքը պարզ կդառնա 24 ժամվա ընթացքում։ Թրամփը նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգները նավերը զինել է զենք զինամթերքի ավելի մեծ ծավալով, քան նախկինում եւ պատրաստ է կիրառել դրանք։ Լիբանանի նախագահի գրասենյակն էլ հայտնել է, որ Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին, հարթակը կլինի ԱՄՆ պետդեպարտամենտը։ Հանդիպման նախաձեռնողը եղել է Լիբանանը։ Բանակցությունների նախապատրաստման շրջանակում տեղի է ունեցել հեռախոսազրույց երկու երկրների ներկայացուցիչների միջև ամերիկյան միջնորդների մասնակցությամբ։ Թուրքիայում դատախազությունը պահանջել է ՑՄԱ ազատազրկում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համար, որին հեռակա ձերբակալել են ցեղասպանության եւ մի քանի այլ հանցագործությունների մեղադրանքով։ Հուրիեթ թերթը գրել է, որ դատախազությունը մեղադրական եզրակացություն է ուղարկել Ստամբուլի քրեական գործերի 10-րդ դատարան, պահանջելով ՑՄԱ ազատազրկում եւ 1102-ից 4596 տարվա ազատազրկում 35 մեղադրյալի համար, այդ թվում Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նրան պաշտոնն ավելի վաղ զբաղեցրած Գալանտի, Ժառանգության նախարարի, ազգային անվտանգության նախարարի, Իսրայելի զինված ուժերի շտաբի պետի եւ Իսրայելի ռազմածովային ուժերի պետի համար։ Նրանց մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, բանտարկության, դաժան վերաբերմունքի, վնաս պատճառելու, կողոպուտի եւ տրանսպորտային միջոցների բռնագրավման համար։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր։